Սիրելի հեռուստադիտողներ, Դավիթը շարունակում է կախարդել խոհանոցում, իսկ ես մեծ սիրով ուզում եմ տեղեկացնել, որ մենք նորություններ ունենք մարզից։ Սեպտեմբերի 15-ին և 16-ին Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան թատրոնում տեղի կունենա առաջնախաղ Ռեյ Բրեդբերի Ֆարենհայթ 451 վեպի բեմականացումը, որը համարվում է ժամանակակից գրականության բեսթսելերներից։ Եվ շտապեմ ներկայացնել մեր հյուրերին, ովքեր արդեն տաղավարում են։ Մեր հյուրերն են թատրոնի գլխավոր ռեժիսոր Նորայր Հերգնյանը, դերասաններ Մուշեղ Սիմոնյանը և Անուշ Զանգիզորյանը։ Բարի լույս, շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում, շատ հաճելի է հյուրընկալել ձեզ։ Եվ ինձ համար շատ կարևոր է, որ մարզերում կատարվում են մշակութային իրադարձություններ, որոնք մեզ մոտ լուսաբանվում են։ Ուզում եմ նորից ձեզ ողջունել և ասել բարի լույս, ինչպես է տրամադրությունը։ Լավ, շնորհակալություն հետավերի համար։ Ինձ ներեցեք, որ ես մի քիչ զբաղված եմ, ամեն դեպքում ես այստեղից կշփվեմ ձեզ հետ։ Բարի գալուստ կենտրոնի առավոտ, հետաքրքիր է ինչ ներկայացում է, ինչ առաջնախաղ է լինելու, դերասանները ինչ հետաքրքիր պատմություններ կպատմեն փորձերից եւ առհասարակ թե ինչ կերպար են մարմնավորում եւ ինչն է ամենաշատը հետաքրքրել իրանց այս պիեսի մեջ։ Շատ լավ, ուրեմն ես որպես բեմադրիչ ներկայացնեմ, հետո դերասանները իրենց կերպարներից կխոսեն։ Մենք ստանձնեցինք մի բարդ աշխատանք, որոշեցինք բեմադրել Ռեյ Բրեդբերի Ֆարենհայթ 451 վեպը։ Իրան մենք դարձրեցինք պիես, ինչը շատ ծավալուն ու բարդ աշխատանք էր, բայց թատրոնի աշխատակիցների հետ համատեղ սենց մի խումբ դարձանք ու կարողացանք վերածել պիեսի։ Փորձել ենք ներկայացնել այն, ինչը որ կա բեմում, մեր մեկնաբանությամբ, մեր ձևավորմամբ, ներկայացնել այն խնդիրները, ինչը որ հեղինակն է մեզ տալիս, առաջարկում ու այն հարցերի լուծումները, որը որ կարծում ենք այսօր էլ կան այդ հարցերը օդում կախված, այսինքն գիրքը, գրքի անհրաժեշտությունը կարդալու ու կարդալու արդյունքում, կարդացած լինելու արդյունքում անցած սխալները չկրկնելը։ Հենց այդ կարևոր խնդիրներով ենք առաջնորդվել։ Իրականում, երբ հետևում ենք բոլոր ժամանակների գրողների ստեղծագործություններին, հասկանում ենք, որ այո, ժամանակները փոխվել են, բայց խնդիրները կարելի է ասել գրեթե նույնն են մնացել եւ արդիական են միշտ։ Այս պարագայում անդրադարձել եք Ռեյ Բրեդբերի Ֆարենհայթ 451 վեպին եւ ասեցիք դարձրել եք պիես, ով է աշխատել կոնկրետ հենց պիես դարձնելու վրա, հենց դուք եք դարձրել պիես, որովհետեւ ինքը բավականին բարդ գործողություն է, ես գիտեմ ինքս։ Իրեն պիեսի վերափոխելու աշխատանքները ստանձնեցի ես, մեր թատրոնի գրական մասի վարիչի հետ միասին, համատեղ աշխատում էինք, աշխատանքային ժամ հանգստյան օր հաշվի չառնելով, որովհետև ոգևորված էինք այդ գործով ու ես ներքուստ ունեի այդ վստահությունը, որ կհաջողենք, որովհետև դա կամ լինում է, կամ չի լինում, ես այդ ձևի եմ մոտենում հարցին, եթե ես ներքուստ գիտեմ, որ ֆինիշին հասնելու եմ, ուրեմն հաստատ ստանձնելու եմ այդ գործը։ Հասկանալի է։ Լավ, խոսենք արդեն կերպարներից, ինչ կերպարներ եք մարմնավորում, Մուշեղ և ներողություն, Անուշ։ Լավ, ես սկսեմ, ես հիշում եմ ուսանող ժամանակ մեր դասախոսներից մեկին խնդրեցի ինձ մի լավ գիրք ասեք կարդամ ու հենց այս գիրքը ասեցին, շատ հավանել էի, շատ տպավորված ու այդ մնացել էր իմ մեջ։ Երբ որ ինձ կանչեցին թատրոն փորձի, առաջին օրը պիեսի ընթերցում, դերաբաշխում ու ես չգիտեի, որ այս գործն եմ պատրաստվում բեմադրել, պիեսը վերցրի ձեռքս, արդեն ինձ համար սկզբում վախենալու էր, տարօրինակ էր, որովհետև այդքան շատ սիրված, հաջողված, եթե հաջողված գործ ես համարում, ուրեմն պատասխանատու է դա քո համար ու ինձ վստահեցին փաստորեն գլխավոր դեր այդ ներկայացման։ Չէ, եթե անկեղծ լինեմ, սկզբում վախենում էի, քիչ էի հավատում, մանավանդ որ Նորայրի հետ առաջին անգամ էի աշխատում, ինքը որպես ռեժիսոր ու սկզբում շատ տարօրինակ էր ամեն ինչ, էլի Նորայրի պահանջները, Նորայրի տեսածը, իմ պատկերացրածը բավականին տարբեր էին սկզբում, բայց հետո փորձերի ընթացքում ինչ որ պահից սկսեցին նրանք նույն ճանապարհով ընթանալ
ու դա բերեց լավ արդյունքի, որ միասին կարողացանք հասկանալ, քննարկել, գտնել լիքը բաներ ու հետո լավ էր, որ Նորայրը օրինակ որպես ռեժիսոր չէր քաշվում կամ նեղվում որևիցե առաջարկներից, եթե նույնիսկ դրանք սխալ էին, մենք այդ ամեն ինչը փորձում էինք հասկանում ինչն է կարևոր, ինչը կարելի է թողնել, ինչը չէ, ու այդ արդյունքում փաստորեն երևի թե կարողացանք հասնել համարյա նրան, ինչին որ ձգտում էինք, էլի, այդ շատ կարևոր է, որ դու ինքդ գիտես, որ համարյա հասել ես նրան, ինչին պատկերացնում էիր, էլի։ Դե մնացածն էլ հնարավոր է, որ փորձերի ու ներկայացումների խաղալու ընթացքում, արդեն պրակտիկայի ընթացքում շատ ավելի մսոտվի, շատ ավելի կայուն դառնա։ Բնականաբար, ինչքան խաղում եք ներկայացումը, այդքան ավելի եփվում է այն, մեր լեզվով ասած իհարկե։ Անուշ, ձեր կերպարը ինչպիսին է, ինչ կերպար եք մարմնավորում։ Ես մարմնավորում եմ հարևանուհու կերպարը, ես էլ վաղուց էի գիրքը կարդացել ու շատ էի հավանել, հատկապես որ Բրեդբերի այդքան էլ ինձ մոտ չէր որպես գրող, բայց գիրքը վեպը շատ էի սիրում ու եւ որ ռեժիսորը ասեց, ու սա էլ իմ առաջին մեծ դերն էր, ես էլ շատ լարված, անհամբեր սպասում էի երբեն փորձերը սկսվելու, երբեն այդ պահերը սկսվելու, որ դու զգաս ապրումները ու շատ հետաքրքիր էր սկսելու ընթացքում, թե կարդալուց գիրքը, թե արդեն հետո խաղալու ընթացքում ես մի բան նկատեցի, որ այստեղ չկան կոնկրետ շատ գլխավոր հերոսներ, կա առանցքը, այսինքն Մուշեղի կերպարը, որի շուրջ պտտվում են մնացած կերպարները ու ամեկ-մեկը իր ձևով մենք դա եւ գրքում ենք տեսնում եւ տեսնելու ենք մեր ներկայացման մեջ ազդում են Մուշեղի ենթագիտակցության վրա, փոխելով նրան ընդհանրապես, կատարելապես։ Ուզում եմ հասկանալ ինչն է դրդել, որ հենց այս գործը ընտրեք ներկայացումը բեմադրելու համար։ Շատ շնորհակալություն այդ հարցի համար, որովհետև դրա համար կա շատ հիմնավոր պատասխան։ Մենք մարզում ունենք հանդիսատեսին դեպի թատրոն բերելու մեծ առաքելություն ու մեծ խնդիր։ Ու պետք է մենք ամեն մի գործ ընտրելուց առաջ երկար մտածենք, արդյոք դա հանդիսատեսին հետաքրքիր կլինի, արդյոք դա մեր թատրոնի անձնակազմի քանակին հարմար է, տարբեր ֆիլտրացիաներ են անցնում յուրաքանչյուր գործ, որպեսզի վերջնական հաստատվի ու մենք դա սկսենք բեմադրել։ Այս պարագայում մենք մոտեցանք այս տեսանկյունից, ինչ է կարդում այսօր երիտասարդությունը։ Ու համագործակցելով մեր մարզային գրադարանի հետ, մենք ունենք շատ լավ գրադարան, հասկացանք ստատիստիկայի արդյունքում պարզ դարձավ, որ Fahrenheit 451-ը ամենապահանջված գրքերից է, ու դա էլ առիթ հանդիսացավ մտածելու այդ ուղղությամբ, թե ինչու ոչ, եթե հիմիկվա երիտասարդությանը դա է հետաքրքիր, ուրեմն ներկայացումն էլ հետաքրքիր կլինի ու երկկողմանի արդեն լավ կլինի, թե թատրոնը կշահի, որպես միջոցառում կկայանա ու շատ հանդիսատես կունենանք ու երիտասարդներին հետաքրքիր կլինի իրենց սիրած գործը բեմում տեսնելը։ Շատ լավ, Նորայր ջան, ներողություն եմ խնդրում, թե դու բոլոր հարցերը տաս։ Նախ ներկայացման տևողությունը ինչքան է եւ առաջնախաղին ով չկարողացավ ներկա գտնվել, կան էլի օրեր, որ ներկայացումը դրված է, կարող են մարդիկ գալ եւ վայելել այդ գեղեցիկ ներկայացումը։ Ներկայացման տևողությունը 2 ժամ է, 2 գործողություն ներկայացումը, այո, ընդհանուր 2 ժամ է տևողությունը։ Մենք առաջիկայում ունենք ամսի 15-ին ու 16-ին, հետագա օրերը դեռ հստակ չունենք, դրա համար չեմ կարող ասել, բայց վստահեցնում եմ, որ մենք ունենալու ենք դա մեր Facebook-յան պաշտոնական էջում թարմացվում են միշտ նորությունները, այնպես որ կարող են հետևել ու ցանկացած հարցի դեպքում գրել էջին, մենք շատ նորմալ շփվում ենք մեր հանդիսատեսի հետ ու այցելուների հետ, ցանկացած նամակ կողքներովս չի անցնում։ Նորությունների մասին անպայման կտեղեկանան էջից։ Իսկ խաղացանկում թատրոնի արդեն կա, թե դեռ որոշված չի այս ներկայացումը։ Արդեն կա խաղացանկում թատրոնի, այո։
Նորայր, շատ կարևոր խնդրի անդրադարձար, ուզում եմ անպայման խոսենք այդ մասին, որովհետև խնդիրը համընդհանուր է, այսինքն միայն ձեր մարզի հետ չի կապված, նաև նույնիսկ Երևանում էլ եւ բոլոր մարզերում կա խնդիր հանդիսատեսին թատրոն բերելու, դեպի մշակույթը բերելու։ Ինչպես է ձեր հանդիսատեսը առհասարակ սիրում է թատրոնը, ներգրաված է մշակութային կյանքին։ Մեր հանդիսատեսը իրոք սիրում է թատրոնը, դա վկայում է այն, որ մեր թատրոնը 130 տարեկան է ու դա այն փաստն է, որ մեր տեղի ժողովուրդը այն ժամանակվանից էլ միշտ տեղ է տվել թատրոնին իր կյանքում, բայց այսօր մեր ներկա իրականությունը ցավոք սրտի այնպիսին է, որ խնդիրներն ու մտածմունքներն ու էմոցիոնալ վիճակը հանդիսատեսի մի քիչ այլ է ու այդ պարագայում պետք է նաև հաշվի նստել դրա հետ ու իմ կարծիքով չանել այնպիսի բեմադրություններ, որոնք որ կանցնեն այդ էմոցիաների դաշտը հանդիսատեսի, որովհետև ի վերջո մենք ինչ անում ենք, մենք անում ենք հանդիսատեսի համար։ Ու հնարավորինս անել այնպիսի գործեր, ինչքան էլ դա չհետապնդի որևիցե պրոպագանդա, ամեն դեպքում բեմը ինքնին այդ ֆունկցիան ունի, հնարավորինս բեմադրել այնպիսի գործեր, որոնք որ ավելի պոզիտիվ, ավելի բարի ու ապրեցնող բաների մասին կխոսեն։ Մենք նաև ամսի 16-ին մինչև մեր ներկայացումը մենք ունենալու ենք հանդիպում մեր ընթերցասեր երիտասարդների հետ թատրոնում, տեղի է ունենալու գրքի քննարկումը, այդ երիտասարդները անվճար դիտելու են ներկայացումը ու հետո հանդիպում է կայանալու արդեն արտիստների հետ ու հարց ու պատասխանի հնարավորություն ենք տալու, որպեսզի իրենք շփվեն արտիստների հետ, այո, ու համեմատեն, հարցեր տան, ինչու էր գրքում այսպես, ինչու ստեղ սենց եղավ կամ վիճենք, ինչու ոչ, ամեն մի առողջ քննարկման արդյունքում բնականաբար լավ բաներ ընծեն։ Շատ հետաքրքիր բան եք մտածել, իրականում հանդիսատեսը դերասանին տեսնում է բեմում, էկրանից այն կողմ եւ շատերը չգիտեն ինչպիսին են դերասանները իրական կյանքում եւ սա մեծ հնարավորություն է, որպեսզի հանդիսատեսը տեսնի դերասանին կենթանի իր կերպարի մեջ արդեն ինքն իրենով եւ հասկանա թե ինչ մեծ աշխատանք է յուրաքանչյուր դերասան տանում, որպեսզի կարողանա կերտել նոր կերպար հենց իրենց համար։ Շնորհակալ ենք շատ ձեզ դրա համար։ Բայց այստեղ նա ինձ մոտ հարց է առաջանում, ուր են մեր հրավիրատոմսերը։ Ձեր հրավիրատոմսերը կան, մենք դա շատ լավ հարց է, բայց այդ հարցին կարելի է անդրադառնալ նաև ուրիշ տեսանկյունից։ Մենք անում ենք հրավերներ պարբերաբար Երևանում ապրող մեր արվեստասեր հասարակությանը, բայց շատ դեպքերում մենք այն իրականությանն ենք հանդիպում, որ մարդիկ չեն գալիս։ Տեղ չեն հասնում։ Մենք չենք կարող ինչ-որ բան ասել այդ մարդկանց, հասկանում ենք տարածության խնդիրը, բայց նման դեպքերում ես հիմնականում իմ ընկերներին եմ ասում, Երևանում ապրող իմ ընկերներին, ես ասում եմ, եթե ես կարում եմ գամ քեզ տեսակցության, նույն ճանապարհն է, դու էլ կարող ես գալ։ Հիմա եթե մենք առաջնախաղին կարողացանք գալ, մենք այդտեղ խնդիր չունենք։ Սիրով սպասում ենք։ Սիրով սպասում ենք։ Շատ լավ։ Ես ուզում եմ անպայման խոսենք, թե քանի հոգի է ներգրաված ներկայացման մեջ, վերադառնանք նորից ներկայացմանը եւ խոսենք նրա մասին, թե ովքեր են ներգրաված ներկայացման մեջ, քանի դերասան, ինչքան է անձնակազմը ընդհանուր դերասանական խումբը։ Մեր թատրոնի դերասանական խումբը ինքնին մեծ չի, 13 հոգի են մեր դերասանները, տվյալ ներկայացման մեջ ներգրաված են 11-ը դերասաններից։ Իդեպ մենք նաև թատրոնում ունենք դերասաններ, ովքեր գավառից չեն, գավառում չեն ապրում, բայց նվիրյալ են թատրոնին, ծառայում են թատրոնին, ունենք դերասաններ, դերասանուհի ունենք Երևանից, Լավրան Ստեփանյան, ունենք Մարտունուց մեր Խաչիկա Ավետիսյան, որը որ պարտադիր ամեն փորձի պարտաճանաչ ճանապարհը կտրելով գնալ գալով, ինքներդ լավ գիտեք, որ մենք դերասաններս ինչ որ շատ գումարների հետ չենք խաղում, այսպես ասած, բայց մարդիկ շատ սիրելով ենք աշխատում։ Այո, դա վկայում է այն մասին, որ մարդիկ իրոք սիրում են այդ իրենց աշխատանքը ու Մուշեղն էլ Սիմոնյան, որ անընդհատ Երևանում է լինում, ամեն անգամ պարտաճանաչ
փորձում է գա հասնի փորձերին, որպեսզի ընդհանուր թատրոնի գործը չտուժի։ Ես իհարկե մի քիչ սենց հնարավոր է վատ հնչի, բայց թատրոնը ճահիճի նման է, ինչքան մտնում ես, այդքան քեզ քաշում է այն եւ դուրս գալը դառնում է անհնարին։ Ձեզ շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը, ներկայացրեցիք ներկայացման հետ կապված բոլոր մանրամասները։ Հուսով եմ մենք ունենանք ժամանակ, որպեսզի գնանք եւ դիտենք անպայման ներկայացումը, եթե դա նույնիսկ չլինի վաղը կամ մյուս օրը, առաջիկայում փորձենք հասնել Գավառ եւ դիտել ներկայացումը։ Շնորհակալ ենք, իսկ մենք ընդմիջվենք գովազդով եւ վերադառնանք տաղավար, սիրելի հեռուստադիտողներ։